Թեև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է ու թվում էր, թե եւս մեկ քայլ է հայ-ադրբեջանական հարաբերություններում, սակայն սա ոչ միայն Ադրբեջանին կառուցողական դաշտ չբերեց, այլ հակառակը ավելի ապակառուցողական ու ագրեսիվ դարձրեց գոնե հայտարարությունների մակարդակում։ Դրա մասին են վկայում Ադրբեջանի կողմից վերջին օրերին տարածվող կեղծ հայտարարություններն առ այն, թե իբրև հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացում ադրբեջանական սահմանի ուղղությամբ։ Թեև հայկական կողմի հերքումներին Ադրբեջանը համառորեն շարունակում է ապատեղեկատվություն տարածել, տողատակում էլ հասկացնել, որ խաղաղության ստորագրմանն այս փուլում պատրաստ չէ։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հայկական ժամանակի հետ զրույցում ասում է, որ Ադրբեջանն իր բոլոր պահանջներով, որոնք երբեմն անցնում էին բանականությունը, փորձ էր անում չեղարկել շրջանառվող խաղաղության փաստաթուղթը եւ այժմ անակնկալի է եկել։ Անակնկալի է եկել, որ հնարավոր է նման բան լինել եւ Հայաստանի Հանրապետությունը կարող է տալ համաձայնություն եւ ասի դե եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ տարածաշրջանում խաղաղություն բերենք եւ աշխարհի արձագանքից եւս Ադրբեջանը բավականին այսպես անսպասելի իրավիճակում է հայտնվել, որովհետեւ աշխարհը եւս գրեթե բոլոր պետությունները աշխարհի ողջունել են դա ու այստեղ Ադրբեջանը խնդիր ունի, հիմա իր առջև խնդիր է դրել, որ ամեն գնով խաղաղության պայմանագիրը չլինի, քանի որ Ադրբեջանին ձեռնտու չէ այդ խաղաղության պայմանագիր կոչված։ Ռազմական փորձագետը նկատում է, որքան էլ որ խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, իրականում այն հակոտնյա է Ադրբեջանի շահերին, քանի որ վերջինս ավելին էր ուզում։ Այս դեպքում ավելին ըստ փորձագետի այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքն է։ Բայց Ադրբեջանը չի կարող միջազգային գործընկերներին ասել, գիտեք ինչ, ես այդ փաստաթղթի հետ համաձայն չեմ, որովհետև ես ուզում եմ միջանցք, եկեք միջանցքի մասին փաստաթուղթ ստորագրենք, քանի որ միջազգային գործընկերները այլևս Ադրբեջանին ոչ ադեկվատ կդիտարկեն։ Ըստ Կարեն Հովհաննիսյանի, այս փուլում Ադրբեջանը ոչ այնքան պատերազմի է պատրաստվում, որքան փորձում է խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգել, քանի որ համարում է, որ չնայած այն բանին, որ համաձայնագրի բոլոր կետերը համաձայնեցված են, այնուամենայնիվ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կան չհամաձայնեցված հարցեր։ Տեսեք ինչ անում է Ադրբեջանը, ասա կրակում է։ Լավ, պատճառաբանությունը ինչու է կրակում Հայաստանը, եթե կրակում է Հայաստանը։ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունը, այսպես ասած, ունի տարածքային նկարտումներ Ադրբեջանի նկատմամբ եւ ինքը այս կրակելու իմիտացիան, որ փորձում է ստեղծել, հենց փորձում է այս տրամաբանության մեջ մտցնել, որ Հայաստանի Հանրապետությունը չի հրաժարվում, Հայաստանի Հանրապետությունը չի գնում գործողությունների ռեալ, այլ փորձում է միայն հայտարարություններ տարածել։ Եվ իսկապես, եթե մենք ոչինչ չձեռնարկենք եւ մենք միայն պաշտպանության նախարարության մակարդակով այսպես հերքենք եւ միջազգային գործընկերների հետ շատ ակտիվ այս շրջանում չաշխատենք, ապա ամեն ինչը վերահսկողությունից դուրս կգա եւ Ադրբեջանը միանշանակ կանցնի ռազմական գործողությունների եւ այդ ռազմական գործողությունների պատասխանատվությունը մեղք ամբողջը փորձի բարթել։ Հարցին թե ինչ կարող է անել հայկական կողմը Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար, Հովհաննիսյանն արձագանքում է, այս փուլում պետք է շատ ակտիվ աշխատել միջազգային գործընկերների հետ։ Հանրապետությունն հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ, այսինքն դիվանագիտական կորպուսին հենց այն հատվածներ ուղեկցել տանել, որտեղի մասին որ Ադրբեջանը տարածում է հայտարարություններ։ Եվ այստեղ որքան էլ որ մենք հերքենք եւ ասենք, միևնույն է, ստացվում է միակողմանի հայտարարություն թե մեր կողմից, թե Ադրբեջանի կողմից եւ անաչառություն կարծես թե այստեղ կորում է։ Դրա համար պետք է մենք ակտիվորեն այս փուլում կարճաժամկետ կտրվածքի համար ակտիվորեն աշխատենք միջազգային գործընկերների հետ։ Ըստ փորձագետի երկարաժամկետ կտրվածքով Հայաստանը պետք է միջազգային գործընկերների միջոցով Ադրբեջանի վրա ճնշում գործադրի, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումն իրականություն դառնա։ Իհարկե կան պետություններ, որոնք կարող են Ադրբեջանին, այսպես ասած, ստիպել, որ ինքը գնա խաղաղության եւ ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Պետք է ասեմ, որ Ադրբեջանին արդեն հասկացրել են այդ պետությունները, այդ պետություններից մեկը նաեւ ԱՄՆ-ն է, որ շատ կարեւոր է խաղաղության պայմանագիրը եւ ողջունում են համաձայնության գալու համար եւ այլն։ Եվ հենց ԱՄՆ-ն ինքը կարող է շատ ուղիղ ազդեցություն ունենալ, եւ որպեսզի կարողանա խաղաղության պայմանագիրը ստորագրել եւ իսկապես տարածաշրջանում խաղաղություն լինի։ Կարեն Հովհաննիսյանը սակայն կարծում է, որ այս փուլում որքան կարևոր է խաղաղության պայմանագրի կնքումը, այնքան էլ միջազգային հանրության աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու սուվերենությանը։ Ըստ փորձագետի, Ադրբեջանին աշխարհը պետք է հիշեցնի, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է իրենց համար, եւ սա կլինի բավարար, որ Ադրբեջանի բոլոր հույսերը կապված հնարավոր Զանգեզուրի միջանցքի հետ իջիկ դառնան եւ ի վերջո նա նստի բանակցային սեղանի շուրջ։